Փառք Տիրոջը, սիրելի քույրեր, եղբայրներ, շնորհակալ ենք Աստծուց, որ ամեն հնարավորությունը Աստված տվել է մեզ յուրաքանչյուրիս, որ մենք կարողանանք հաղորդ լինել իր խոսքին, իր որդու միջոցով, Սուրբ Հոգու կողմանե ներշնչված, որ Աստված շարժում է ամեն մեկիս ներսը։ Ինչպես մենք գիտենք, որ երկրի վրա գոյություն ունեն տարբեր տեսակի կերակուրներ, չէ, եւ ընդհանրապես այսպես է, այնպես չի, որ բոլորը դուր է գալիս ինչ-որ մեկին, չէ, մեկը կա ինչ-որ մի կերակուրի նկատմամբ ունի, հակում, իրեն դուր է գալիս, սիրում է և փորձում է ուրիշներին համոզի, որ շատ համեղ է, բայց այն կողքինը օգտվելով, մեկ էլ ասում է հեչ համով չի, չէ, ինձ էլ էս է դուր գալիս, բայց գոյություն ունի մի բան, Աստծո խոսքը, որ ներգործում է ամեն մեկի ներսում և այդ խոսքը երբեք պարապ չի լինում ժողովուրդ ջան։ Ամեն բան ունայնություն է երկրի վրա, ամեն բան, ինչ որ մենք տեսնում ենք, ինչ որ մարդու աչքին տեսանելի է և ինչպես եղբայրները ուղեցին, որ շատ բաների անգամ մարդը փորձում է հասնի, դրա մեջ կյանք է տեսնում, բայց դրա մեջ կյանք չկա իրականում։ Կյանքը Աստծո մեջ է, կյանքը իր խոսքի մեջ է, որ ովքեր որ լսում են կյանք են առնում։ Դրա համար Տեր Հիսուսը ուղղեց, ասեց այն խոսքերը, որ ես կխոսեմ, դրանք հավիտենական կյանքի խոսքեր են, հավիտենական, այ կարևոր է մենք հավատում ենք սրան, թե չենք հավատում, քանի դեռ դու չես հավատացել, քո ներսը այդ խոսքը ազդեցություն չի ունենա, նայում ես կողքինը տորտնվում է, նայում ես կողքին իդ կյանքը ներգործում է, ուրախություն է ապրում, և այդ ուրախությունից շարժված այդ խոսքը փոխում է իրեն ներսը, որովհետև հոժարությամբ է ընդունում։ Ասում է սերմ ցանողը, երբ որ ելավ սերմը ցանելու, չէ, որը պտուղ բերեց, որ սերմը պտուղ բերեց, հիշում եք, որը որ ընկավ աղեկ հողի մեջ, իսկ աղեկ հողը որն էր, որոնք որ ասում է ուրախությամբ և հոժար սրտով ընդունեցին ժողովուրդ ջան։ Այ ամեն մեկիս կյանքը այստեղից է սկսվում։ Ինչպես ես դու ընդունում Աստծո խոսքը։ Ինչ հավատքով ես մոտիկ անում, եթե ուրախությամբ ու հոժարությամբ ես ընդունում, ասում է դա ներգործում է մեր ներսը ժողովուրդ ջան, և մարդու կյանքը փոխում է, սա է միակ մարդու կյանքը կարողանում փոխի, մենք ինքներս մեզ չենք կարող փոխել, իշքան էլ ուզում ես որոշի, իշքան ա եղել մենք որոշել ենք, վաղվանից էլ ես բանը չեմ անելու, շատերիս հետ եղած կլինի, չէ, էլ էսի չեմ անելու, որոշում ենք կայացում, հաստատ, են մեր ներսը, որ մտածում ենք էլ կարծես, կասկածելու տեղիք չի տալի, բայց հելնում ես հաջորդ օրը նորից կներեք գլուխդ կախ, նորից վազում ես այդ ջրերին, որովհետև մենք չենք կարող մեզ ազատվել։ Ճշմարիտ ազատագրությունը դա Քրիստոսի մեջ է, իր խոսքի մեջ է, եղբայրները խոսեցին, ով որ Հիսուսին ունի, նա կյանք ունի, ունես Հիսուսին այսօր, թե չունես, դա խոսքով չի ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ հիշեցնել մեզ մի առակ, որ գրված է Մատթեոս ավետարան 22-րդ գլխի մեջ, որ հետևյալն է հիշեցնում, հարսանեկան կոչունքի առակը։ Ես չեմ ուզում կարդալ ժամանակի բերումով,
ուղղակի կանցնեմ բուն մտքին, հիշում եք, որ երկնքի թագավորությունը Տերը նմանեցրեց մի թագավոր մարդու, որ իր որդի համար հարսանիք հրավ եւ իր ծառաները ղրկեց կանչելու իր որդի հարսանիքին հրավիրվածները։ Եվ մենք այստեղ տեսնում ենք այն պատասխանները, որոնք որ տվեցին հրավիրվածները։ Եվ գրված է հետևյալը, կուզենամ հիշեցնել, հետևյալ խոսքից, 5-րդ խոսքից, 22-րդ գլուխ, այսինքն ինչն էր պատճառը հրաժարված սեպելու, որ ամեն մեկը կարծես մի իրեն համար հիմնավոր պատճառ բերելով, չէ, ասեց ինձ հրաժարված սեպի։ Եվ ինչն էր այդ ամենի պատճառը հիմքում ընկած, ոչ թե նա էր, որ իրականում կներեք, մեկը հող էր առել, պետքա գնար տեսներ, չէ, մեկը անասուն էր առել, պետքա գնար փորձեր, մեկը կին էր առել, չէ, ի վերջո ժամանակ չուներ, եւ ամեն մեկը ինչ-որ մի պատճառաբանություն բերելով, բայց ինչն էր հիմքում ընկած։ 5-րդ խոսքը կարծես պատասխանում է մեր հարցին, հետեւյալը, բայց անոնք անհոգություն ընելով չեկան։ Մեկը իր արտին ու մյուսը իր առևտուրին գնաց։ Անհոգություն ընելով։ Եվ շարունակությունը առակի վերջում գրում է հետևյալը, 14-րդ խոսքը. Վասնզի կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ են։ Իրականում Աստված ամենքին է կանչում։ Չի ուզում ոչ մեկի կորուստը։ Անգամ մեղավորի կորուստը, որ նայում ես մեղքի, մահվան մեջ շաղախված, չէ, որ կարծես արդեն իր այն դատաստանի վճիռը որոշված է, իր ապրածով, իր քայլով, իր ընտրությունով, բայց Աստված անգամ նրա կորուստը չի ուզում։ Հապա հետևյալն է գրված Տիտոսի թղթում 2-րդ գլուխ 11-րդ խոսքի մեջ, որ Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևցավ, բոլորին, անխտիր, որը ինչ է անում, ասում է, խրատում է, որ ուրանանք ամբարշտությունը, ուրանանք աշխարհային ցանկությունները, այն ցանկությունները, որի մասին որ խոսեցին եղբայրները, որ կարծես մարդու ներսը, մարդու մարմինը ցանկանում է դրա մեջ կյանք է տեսնում։ Մտածում է, որ այս ինչ բան ունենամ, կամ այն ինչ բան ունենամ, կամ հասնեմ այս ամեն ինչին, կարծես ուրախ կլինեմ, երջանիկ կլինեմ, էլ ոչ մի բանի պակաս չեմ լինի, կամ ոչ մի բանից չի խանգարի։ Եվ Տիրոջ շնորհքը, Աստծո փրկարար շնորհքը սրանում է մեզ խրատում, որ մենք թողենք այդ ամենը, թողենք այն գուբերը, որոնք որ ծակոտ են, որոնք որ իր մեջ ջուր չի կարա պայի, կյանք չի կարա ունենա։ Սպա իմ ժողովուրդը Երեմիա մարգարեն ուղում է, որ երկու չարություն գործեցին, չէ՞։ Որն էր այդ չարությունը, որ առաջինը ինձ կենթանի աղբյուրից մերժեցին, թողեցին ու իրենց համար ինչ արեցին, ասպա ծակոտ գուբեր հորեցին, որը իր մեջ ջուր չէր պահում։ Դրա մեջ էին կյանքը տեսնում։ Այսօր ինչի մեջ ես դու կյանքը տեսնում, ինչի մեջ եմ ես կյանքը տեսնում։ Եկեք անկեղծ լինենք Տիրոջ առաջ։ Իմ սիրտը ինչի է ցանկանում։ Ինչ խորհուրդներ կան իմ ներսում։ Ինչ ճանապարհներ կան, որ իմ ներսը, իմ սիրտը ցանկանում է, եւ կարծես ես ավելի հաճույքով դրան եմ գնում։ Եվ Տիրոջ խոսքը ուղղում է հետևյալը, որ մենք զգուշանանք մեր անհոգությունը, մեր անտարբերությունը կարա հանգեցնի այս վիճակին, որ կանչված ես, իշքան ցավալի է, բայց ընտրված չես։ Եվ մենք ենք մեր ընտրությունը մերժողը ժողովուրդ ջան։
Հակոբոս առաքյալը առաջին գլուխ 22-րդ խոսքում հետևյալն է ողում. Խոսքը կատարեցեք, ի՞նչ է պետք մեզ, խոսքը կատարեցեք, միայն մի լսեք, ինքզինքնիդ խաբելով, իսկն դու քեզ ես խաբում, իսկն կարևոր է, որ մենք նայենք ժողովուրդ ջան, ինչն է իմ ուրախությունը, եթե քո ուրախությունը Աստծո խոսքի մեջ է, դու չես կարա չկատարես, շատ քիչ է միայն ներկա լինելը, լսելը, հավանություն տալը, չէ՞, օրինակ շատերից եմ ես լսել, որ ասում եմ եղբայր ջան, այնքան հանգստանում եմ, երբ որ լսում եմ երգերը, գալիս եմ, որ այս հոգևոր երգերը, որ երգում են, լսում եմ, սենց հանգստանում ա ներսս, կամ այդ խոսքերը, որ խոսում են, չէ, ասում եմ, իրոք այնքան հանգստություն եմ ապրում ես, բայց նայում ես կյանքը չի փոխվում, չէ, այդպես կարա լինի 5 տարի, 10 տարի, չէ, երբ որ դուրս են գալիս այս դռներից, ոնց որ մոռանում ենք, ինչ պիտի անենք, բա լավ, եթե հանգստություն է տալիս այդ խոսքը, ես չեմ ժխտում, դա իրականություն է, երբ որ մարդ Աստծո ներկայության մեջ է լինում, Աստծո խաղաղությունը իջնում է իր վրա, Աստծո ուրախությունը իջնում է իր վրա, բայց միայն ոչ այս ժամի համար, Աստված միշտ է մեր հետ, իր խոսքը միշտ է մեր հետ, դրա համար Հակոբոս առաքյալը ուղղում է հետևյալը, որ մենք անելու բան ունենք ամեն մեկս, որ ոչ թե միայն խոսքը լսող լինենք, հապա կատարողներ լինենք, այնպես չլինի, մենք ինքներս մեզ խաբենք, ուրախանանք այս մարդկանց պես, ինչպես էր, այնպես չէ, որ երբ որ հրավերքը եղավ, անմիջապես այս մարդիկ մերժեցին, ասեցին ինձ հրաժարված սեպի, ժամանակ էր տրված, ժամանակ ունեին այս մարդիկ, պատրաստվելու եկավ, օրը մոտեցավ, բայց այս մարդիկ զբաղված էին տարբեր հոգսերով, տարբեր գործերով, և ասեցին իրենց այդ անհոգությունը, ասում անհոգություն ընելով, մեկը իր արտին ու մեկը իր առևտուրին գնաց, չէ, այսինքն կարևորություն չհամարեցին ժողովուրդ ջան, և Տերը ուղղում է, որքան եմ ես կանգնել, հայտնության թղթում, չէ, 3-րդ գլխի մեջ, որ ասում է, քո սրտի դռանը քով կանգնած ու ինչ եմ անում, թակում եմ, բայց լսում ես արդյոք այդ թակոցը, կարաս և լսես, բայց ում կյանքում է տեղ գտնում, ում կյանքում է ազդեցություն, ներգործություն ունենում, ում կյանքում է ճշմարիտ այդ ընթրիքը կատարվում, իրական այդ կերակուրը վայելում, ով է վայելում, ասում է նա, ով որ իր սրտի դուռը կբացի, ես և հայրը կմտնենք ու անոր հետ ընթրիք կանենք, ժողովուրդ ջան, իրոք ժամանակն է լուրջ նայելու ամեն մեկս մեզ, Մատթեոս ավետարան 7:21 խոսքը հետևյալն է ուղում, ոչ թե ամեն ով որ ինձի Տեր, Տեր կսե, պիտի մտնե երկնքի թագավորությունը, հապա անիկա, որ իմ երկնային հորս կամքը կկատարե, ամեն մեկս եկեք նայենք մեզ, արդյոք այսօր Աստծո կամքի մեջ ենք մենք, արդյոք այսօր իմ և քո համար առաջնայինը իր խոսքը, իր պատվերը կատարելու մեջ է, մենակ սա բավարար չի, որ գանք փառք տանք Տիրոջը, գանք ուրախանանք, իր ներկայությունը այստեղ վայելենք ու սրանով սահմանափակվի, հապա Տերը հետևյալն է ուղղում, որ այս ամենից հետո մենք մեր կողմը ունենք անելու, սա շարունակական է, այսպես ապրում են աշխարհի մարդիկ, չէ, երբ որ մի խնջույք է լինում, մի ուրախություն է լինում,
հրավիրված ես ինչ-որ մի խնջույքի, մի հարսանիքի, գնում ես այնտեղ, այդ մի քանի ժամը մարդիկ ուրախանում են, ցնծում են, պարում են, չէ, զվարճանում են, իրար մաղթանքներ են ասում, բայց այդ օրը, որ վերջացավ, հետո գալիս են ժամը 12-ին, լավագույնը գիշերը, չէ, տունը նորից նույն հոգնած, տանջված, կարծես ամեն բան վերջացավ, այդ ժամի համար էր, միայն այդ կանն էր, բայց հոգևոր կյանքը չպետք է այսպես լինի, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուսը ուղղում է, որ միայն այս ժամի համար չենք, այլ մեր օրը, մեր ընթացքը, մեր ճանապարհները, մեր կյանքը, մեր ուրախությունը միշտ պետք է տիրոջ մեջ լինի։ Միշտ մարդ պետք է վայելի Աստծուն, որովհետև նա մեր հետ է, նա մեր կողքին է, նա մեր ներսում է, առավել ևս, որ Աստծո Սուրբ Հոգին այսօրին եւ քո ներսում լինելով այս գանձը պետք է գնահատել, ժողովուրդ ջան, որ ինքը միշտ խոսում է քո հետ, միշտ լեցնում է քեզ, երբ որ դու տեղ ես տալիս, երբ որ դու կանչում ես իր անունը։ Դրա համար Տեր Հիսուսը ուղղում էր հետևյալը, երբ որ մենք կարդում ենք երկու տուն շինողները, այս առակը, որ Տերը բերեց, Մատթեոս 7-րդ գլուխ 24-րդ խոսքի մեջ հետևյալը հիշեցնելով, որ արդ ով որ իմ խոսքերս կլսե ու կկատարե զանոնք, կլսե, ոչ թե կհավանի միայն, ոչ թե կուրախանա միայն, այլ ինչ անում, այլ կատարում է։ Զանիկա պիտի նմանեցնեմ խելացի մարդու, այսինքն ինչում ներկայանում այդ խելացիությունը, այդ իմաստությունը, որ իր տունը վեմի վրա շինեց, անձրևը իջավ ու գետերը վազեցին ու հովերը փչեցին, սրանք վիճակներ են, երեք կարծես իրավիճակներ են, որ մենք մեր կյանքում հանդիպում ենք այս դժվարություններին, բայց ասում է այդ տունը, որ վեմի վրա էր կառուցված, որ իր հիմքը Աստծո խոսքն էր, որ նա լսել էր ու պահել ու կատարել էր իր կյանքում, ոչ մի բանը իր տեղից չշարժեց, խեն մարդիկ շուտ խախտվում, չէ իրանց տեղից, շատ պահերին կարող խոսես, ասես, վկայես Աստծո մասին, Աստծո խոսքի մասին, բայց երբ որ քո կյանքում հանդիպում ես մի իրավիճակի, կարծես դժվարանում ես, խեղճանում է, թուլանում է, կներեք անհավատի պես է մոտիկ անում, ինչի համար, որտեղ միայն լսել է, որտեղ միայն դա իրան ուրախություն է պատճառել, բայց չի ապրել, այդ պահի համար է եղել, չի կատարել ու չի պահել, և այս կարգավիճակի մեջ եղող մարդուն նմանեցնում է, կներեք, հիմար մարդու, որը որ լսեց ու ինչ արեց, չկատարեց, չպահեց իր կյանքում, գեղեցիկ էր տունը, կառույցը գեղեցիկ էր, ամեն բան կարծես իր տեղին էր, բայց հիմք չուներ, ավազի վրա էր, ջրերը եկան զարկեցին, քամին զարկեց ու ասում է տունը քանդվեց և նրա կորուստը մեծ էր, ինչի համար, որովհետև Աստծո խոսքը չէր կատարել, այսօր շատ կարևոր է իմ և քո կյանքում, որ մենք յուրաքանչյուրս էլ նայենք, որ երրորդ տեղում է Աստծո խոսքը քո համար, մենք առաջ ամեն հնարքների կարծես դիմում ենք, վերջում նոր կարող անդրադառնանք Աստծո խոսքին, երբ որ տեսնում ենք էլ ճանապարհ չկա, բայց իշքան լավ է, երբ որ մարդը հենց ի սկզբանե իր հիմքը Աստծո խոսքն է լինում, որ ինքը դառնում է Տիրոջ խոսքին, որ Տերը խոստացել է, որ Տերը այս պատվերն է տվել ինձ, ու դու էլ պահում ես, ու դու էլ կատարում ես, եւ Տերն էլ ուղում ասում է, այդ նեղության օրն էլ փորձության օրն էլ ես քեզ պիտի պահեմ, բայց եթե չես պահել, Աստված գործ չունի քո հետ, հայտնվում ենք դժվարության մեջ, հայտնվում ենք վիճակների մեջ, բայց Աստծո սերը այնքան մեծ է, որ էլի ձեռքը մեկնում է, որտեվ չի ուզում իմ կորուստը, չի ուզում քո կորուստը, որևիցե մեկիս կորուստը, ժողովուրդ ջան։ Դրա համար մենք ամեն մեկս եկեք այսօր նայենք մեզ։
Ինչի մեջ ես տեսնում կյանքը, մարդը ինչի մեջ որ կյանք է տեսնում, դրան էլ վազում է, դրան էլ գնում է, դրան էլ մոտենում է, բայց չլինի թե խապնված լինեք։ Այս մարդի կյանքը տեսան տարբեր այդ բաների մեջ, դրա համար ասին հրաժարված սեպի, այսինքն երկրորդական դառավ իրենց համար եւ կորցրեցին այն փրկությունը, որ իրանք ունեին, որ Աստված տվել էր, որ Աստված խոստացել էր։ Այսօր շատ խոստումներ մենք ունենք Աստծուց առած, բայց երբ է իրականություն դառնում իմ ու քո կյանքում, երբ որ մենք հավատում ենք, երբ որ մենք պահում ենք։ Եբրայեցիների թղթում հետևյալն է գրված, որ այս համարը կուզենամ ընթերցել, ու մենք կպատրաստվենք աղոթքի Տիրոջ առջև, որ հետևյալն է ուղում Աստծո խոսքը, որ ես շատ անգամներ այս համարները կարդացել եմ, եւս մեկ անգամ եմ ուզում կարդալ, որ մենք զգուշանանք, ասма վախենանք։ Մի գուցե քո անհոգության, քո անհավատության պատճառով կորցնես այն ամենը, ինչը որ Տերը քեզ խոստացել է։ Հետևյալն է ուղում 4-րդ գլուխ առաջին խոսք։ Ուրեմն վախենանք, որ չլա թե անոր հանգիստը մտնելու խոստում են, որ Տերը խոստացել է անոր հանգիստը մտնելու, որ Աստված ամենքիս է խոստացել, այս ավետիսը յուրաքանչյուրիս է տվել, որ մեզի տրված է, մեզի մնացել է, ձեզ մեկը զրկվի։ Այսինքն մարդը կարա կորցնի։ Միայն նա չի, որ մենք ուրախանանք ու ասենք փառք ես Տեր, փառք Տիրոջը, Տեր էս ամենն է խոստացել, Տեր էս ամենն է տվել մեզ, էս ամենն է մեզ սպասում, բայց երբ որ դու անհոգ ես ու քո համար առաջնայինը չի սա, դու կարաս կորցնես։ Դրա համար ասում եմ վախենանք մենք, որ անոր հանգիստը մտնելու խոստում են, որ մեզի մնացել է, հանգարտ ձեզ մեկը զրկվի, այս կկորցնի, ինչի պատճառով, մա վասնզի մենք ալ անոնց պես ավետիս առած ենք, բայց անոնց շահմը չրավ այն խոսքը լսելը, քանզի հավատքով ընդունված չէր։ Ոչ թե այդ խոսքը իր մեջ զորություն չուներ, ոչ թե այն խոստմունքը, որ Աստված տվեց, դա իրականություն չէր, ճշմարիտ չէր եւ սուտ էր, այլ անհավատության պատճառով մարդիկ կորցրեցին, որտեղ չհավատացին, կարևորություն չտվեցին։ Դրա համար էլ ասում եմ մենք վախենանք, որ հանկարծ մեր կյանքում էլ այսպես չլինի, ինչպես մեր հայրերը կորցրեցին, ինչպես նրանք, ովքեր որ այս խոստմունքը ունեին, կորցրեցին անհավատության պատճառով, որ իրենց տրված էր, ասում արդ մենք էլ վախենանք, զգուշանանք։ Բայց երրորդ խոսքը ուղղում է հետևյալը, ի տարբերություն էս ամեն ինչի, իսկ մենք, որ հավատացինք, հանգիստը պիտի մտնենք, փառք մեր Տիրոջը։ Ինչքան կարևոր է հավատքը, որ եղբայրները խոսեցին, հավատալ, ամուր պահել քո սրտիդ մեջ։ Ոչ թե խոսքով, ինչպես Հովհաննես Առաքյալը ուղում ասում է որդյակներս, արդ ոչ թե խոսքով, ապա գործով ու ճշմարտությունով, որ Աստված ուզում է սա տեսնի մեր կյանքում, իմ եւ քո կյանքում։ Ամի պատկերացրա, քո երեխեն տեսնում է, որ իշքան բաներ ունի հայրը, իշքան բաներ ունի իրան փոխանցելու, եւ այդ ամենը խոստացել է, որ ինքն է ժառանգորդը, իրան է փոխանցվելու, բայց իր երեխեն չի ընդունում հորը, չի հավատում, որ դա իրականում իրանն է, իր հայրը իրան է տալու, թողում հեռանում է, անառակ որդու պատմությունը, չէ, թողում հեռանում է հոր տնից, հələ մի հատ էլ ասում են, ինչն էլ, որ ինձի պիտի տայր, ինձ հասանելին, չէ, դուր ու մտածում էր, որ հորից հեռանա, անկախանա, այսինքն հայրը իրան չէր հետաքրքրում, իր ուրախությունը հայրը չէր, անառակ որդու ուրախությունը հայրը չէր, նա մտածում էր այն բարիքները, որ հայրը ուներ, որ պետքա տար իրան, էդի էր իրան ուրախություն տալու, բայց դրան վերջ ուներ,
Չէ, գնաց ու վատնեց, բայց հայրը կար, հոր սերը կար, հոր սերը չէր փոխվել, ցավում էր իր որդու համար, ցավում է Տերը իմ եւ քո համար, երբ որ տեսնում ես, որ դու մերժում ես, դու հեռանում ես այն խոստմունքներից, այն պատվերներից, որ Աստված քեզ տվել է, որ պետքա դու ժառանգես, որ կարծես այդ ժառանգակիցն ես, այն խոստմունքները, որ Աստված ունի, բայց դու հեռանում ես, ուրիշ բանի մեջ ես կյանք տեսնում, հոր մեջ չես տեսնում կյանքը, ժողովուրդ ջան, Տերը ուղում է, Հիսուսն ուղեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը եւ ոչ ոք չի կարող գալ հորը քով, եթե ոչ ինձանով։ Եկեք այսօր մեր սիրտը բացենք Տիրոջ առաջ։ Ամեն մեկս նայենք ինչն ա տեղ գրավել իմ սրտի մեջ։ Ինչպիսի հավանություններ կան, որ կարծես առավել է, որ մեզ խանգարում է, որ մեզ թույլ չի տալի Տիրոջը մոտենալու։ Ոչ մեկից լավը չենք։ Այս մարդիկ, որ կորցրեցին հրավերքը, կորցրեցին փրկությունը, ասում է անհոգ լինելով, գնացին, ամեն մեկ իր գործին, որ այնպես չլինի, մենք էլ, երբ որ մարդը անհոգ է լինում, գնում է ուրիշ ճանապարհների, չէ՞, գնում է իր գործերին, գնում է, չգիտեմ, նախընտրած իր հոմանիներին, չէ՞ որ մտածում է, էսի ավելի լավ է, սրա մեջ ավելի կյանք կա, բայց մոռանալով, որ դա շատ հեռացնում է իրան իր Տիրոջից, Աստծուց, բայց Աստված դեռ կանգնած թակում է մեր սրտի դուռը, թակում է, ասում է որդիս, մի գուցե, սենց երգ ունենք, չէ՞ որ ասում է այս վերջին անգամն է, որ նա քո սրտի դուռը կանգնած կզարնե, եկ մեղավոր, շուտը է, քո սիրտը դբացի Տիրոջ առաջ, ժողովուրդ ջան, Սուրբ Հոգին մեր ներսում է, Սուրբ Հոգին հիմա կարա շատերիս հանդիմանի, բայց մեզ մի բան է պետք, մեզ գցել Տիրոջ գիրկը, զղջալ Տիրոջ առաջ, որ Տեր, իրոք մեղավոր ենք, ների մեզ, որ իմ սրտի մեջ, իմ հոգու մեջ, առաջինը դու չես եղել, կամ առաջինը դու չես հիմա, որ քո կարիքը տունենք, եթե Տիրոջը ունեցանք, ինչպես եղբայրները ուղեցին եւ Աստծո խոսքն աղում, ամեն բան կունենանք, Աստված չի պաշտվում բանի մկարոտի պես, հապա ասում մենք ունենք նրա կարիքը, որ կյանք, շունչ եւ ամեն բան տալացողը մեր Տերն է, այդ Աստված էստեղ է, նրա մեջ է մեր ամեն հարցերի լուծումը, եկեք կանգնենք աղոթքի եւ մեր աղոթքը բարձրացնենք Տիրոջը, խնդրենք Տիրոջը, որպեսզի Տերը այցելություն անի, որ Տերը մոտենա մեզ յուրաքանչյուրիս, որ մեր հայացքը ուղի դեպի Տիրոջ, ասում նայենք մեր հավատքի առաջնորդին ու կատարողին, զորագլուխին, իրան նայենք միայն, ժողովուրդ ջան, ասենք քեզ ենք ուզում Տեր, իմ սիրտը, իմ հոգին, քեզ ա ուզում, խնդրենք Տիրոջը, որպեսզի Տերը մոտենա, հալելույա Տեր։